Առցանց առավոտի ուղիղ եթերում Դեմարդեմն է, բարև ձեզ։ Սա այս տարվա մեր վերջին թողարկումն է եւ այսօր մենք փորձելու ենք իմ զրուցակիցների հետ վերլուծել անցնող տարվա կարևոր քաղաքական իրադարձությունները, ձեռքբերումներն ու բացթողումները եւ նաեւ գնահատել, թե դրանք ինչպես կանդրադառնան հաջորդ տարվա քաղաքական իրավիճակի վրա։ Այսօր Դեմարդեմի տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի ժառանգություն խմբակցության падգամավոր պարոն Թևան Պողոսյանին եւ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ ազգային ժողովի նախկին падգամավոր հրապարակախոս Տիկին Լիլիթ Գալստյանին։ Բարև ձեզ, շնորհակալություն իմ հրավերը ընդունելու համար, ինչպես միշտ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, ուղղեք իմ հյուրերին ձեզ հուզող հարցերը Facebook-ի, Twitter-ի եւ Skype-ի միջոցով։ Եվ այսպես նախ թերևս փորձենք անդրադառնալ ներքաղաքական իրադարձություններին, տարին նախընտրական էր, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ապա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քաղաքական կոնսուլտացիաներ, որոնց արդյունքում ոչ իշխանական դաշտի միասնական թեկնածուի հարցը պետք է վճռվեր, եւ ահա այսպիսի հանգուցալուծում, երբ հայտնի դարձավ, որ հիմնական դերակատար ուժերը որոշեցին չմասնակցել նախագահական ընտրություններին։ Հատկապես այս վերջին հանգուցալուծումը հաշվի առնելով, պարոն Պողոսյան, ինչ եք կարծում, քաղաքական առումով այս տարին հաջողված էր։ Ամեն տարի, երբ որ Հայաստանի Հանրապետությունը նոր իր օբելյանական ծնունդն է նշում, ինչպես հանրապետություն գոյության, երևի կարելի է համարել հաջողված։ Արդյոք ինչքան է հաջողվել մեզ այնպիսի մի երկիր կառուցել, որը մեր տեսլականի մեջ է տեղավորվում, երևի դրա մասին կարելի է խոսել, որտեղ ունեինք եւ հաջողություններ եւ բացթողումներ։ Ուղղակի մի փոքրիկ այն ձեր ասացին անդրադառնալ, որ հիմնական կուսակցությունները, որոնք պետք է մասնակցեն, չեն մասնակցում, այնուամենայնիվ ես համարեի, որ մի քիչ այդ տեսակետը այնքան էլ ճիշտ չի արտահայտել, որովհետև այսօրվա դրությամբ այնուամենայնիվ մասնակցում են եւ տեխնացուներ, եւ անհատներ, եւ դրա հետ միասին քաղաքական կուսակցություններ նախընտրական պայքարի շրջանակում ինձ թվում է շատ հետաքրքիր հունվար ենք ունենալու այն իմաստով, որտեղ ներկայացվելու են տեսլականները, ծրագրերը եւ կսկսվի ինչ-որ չափով նախընտրական պայքար։ Ցավոք սրտի մենք ունեցանք այնպիսի գաղափարներ, որտեղ տարին ինտրիգներով էր լի եւ սպասումներ կային, որոնք դեկտեմբերից սկզբից սկսած, այսինքն ասենք փառատելով եկանք հասանք այս տարվա վերջ եւ որտեղ կարելի է խոսել, որ այնուամենայնիվ մենք ունենք այլընտրանքներ, բայց արդյոք այլընտրանքը պետք է լինի իրականում այնպեսին, որտեղ բոլոր քաղաքական կուսակցությունները ունենային իրենց տեխնացուներ կամ փորձեին միավորվել, դա է ցավալի եւ ուրախ կլինեի, եթե մենք իսկապես կարողանայինք այս տարի հասնեինք միասնական այլընտրանքի առաջադրման իշխանության տեխնացուի դեմ, հաշվի առնելով, որ հնարավորություններ եղել են, օրինակ ասենք ազգային ժողովում առաջին անգամ այլընտրանքը եւ ընդդիմադիր ուժերը կարողացան միանալ միասին եւ 44 ձայնից ավելին ապահովելով արտահայտ նիստ շրջանը եւ դրա հետ միասին օրինակ նույն ձևի այլընտրանքը եւ ընդդիմադիր ուժերը միացան եւ կարողացան իշխանական այն նախագծին էթիկայի հանձնաժողովի համար, որտեղ որ լիակատար գաղափարը էթիկայի հանձնաժողովի կարող էր կորցնել իր իմաստը, հասնել որ դրա 90%-ից ավելին փոփոխությունների բերել եւ այնուամենայնիվ թողնել այն հնարավորությունը, որտեղ ընդդիմադիր ուժերը հնարավորություն կունենան ինչ-որ չափով հարցեր բարձրացնել եւ այդ հարցերին լուծումներին հասնել էթիկայի հանձնաժողովի աշխատանքային իմաստով։ Այնպես որ կարելի ասել կային ձեռքբերումներ, կային բացթողումներ, կային հույսերի խափանումներ եւ հերթական մի տարի էր, որտեղ ինչ-որ չափով Հայաստանի Հանրապետությունը ապրեց տարբեր միջազգային կառույցներում իր դիրքորոշումներ ունեցանք եվրոպական ինտեգրման համար ինչ-որ առաջընթաց, դրա հետ միասին կարողացանք մեր սահմանները պաշտպանել, կարողացանք ինչ-որ չափով արտաքին քաղաքականության առումով արտաքին մարտահրավերների մասին, եթե կարելի է քիչ անց, ներքաղաքական առումով դուք կիսում եք պարոն Պողոսյանի տեսակետը, որ տարին չի կարելի չհաջողված համարել, հերթական տարի էր։ Բոլոր տարիները հերթական են լինում, բայց քաղաքական իրադարձությունների բերումով, հատկապես ներքաղաքական իրադարձությունների բերումով իսկապես տարին շատ հագեցած էր, բայց հաջողված բառ օգտագործելու կամ ձեռքբերումներ բառ օգտագործելու բարգամ ես պետք է շատ զուսպ լինեմ եւ նույնիսկ չօգտագործեմ, որովհետեւ եթե հաջողությունների մասին խոսենք, ապա դա սուբյեկտիվ դաշտից է նայած թե ում համար են դրանք հաջողություններ կամ ում համար են ձեռքբերումներ
Իրապես քաղաքական հագեցվածությունը կար եւ դրանք պայմանավորված էին նախ խորհրդարանական ընտրություններով, որոնք շատ ավելի սպասվելիք, այսինքն նախագահական ընտրությունների այսպես նախերգանքն էին եւ Հայաստանի քաղաքական քարտեզի կամ հիմնական դերակատարների այսպես որոշման հարթակներ եւ խոսել ձեռքբերումների մասին ես իհարկե կխուսափեմ եւ պիտի ասեմ, եթե այսպես պատկերավոր ասեմ, ես տարին պիտի համարեմ կորցված հնարավորությունների տարի, նույնիսկ ավելին ինձ համար սա քաղաքական անապատացման տարի էր, որովհետեւ թե խորհրդարանական ընտրությունները շատ հստակ ցուցադրեցին մեր քաղաքական մեծամասնության քաղաքական կամքի եւ քաղաքական խոհեմության սահմանները մի կողմից, ցավոք սրտի մյուս կողմից նաեւ մենք քաղաքական այլ դերակատարների, քաղաքական այլ ուժերի, ընդդիմադիր հատկապես քաղաքական ուժերը չկարողացան կամ նրանց չհաջողվեց անշուշտ այս ամենը, որ ասում են, պիտի նկատի ունենան քաղաքական իրողությունները Հայաստանի, քաղաքական ավանդույթը եւ քաղաքական այսպես ավանդույթներն ու խաղի կանոնները եւ այս իրողությունների ֆոնի վրա ցավոք սրտի քաղաքական ընդդիմադիր դաշտը չկարողացավ պատասխանել կամ ուղղորդել կամ չկարողացավ ձևավորել հասարակության սպասումները այդ իմաստով եւ տարեվերջին մենք այս բոլոր սպասումները քաղաքական վակուումի բերեցին, որովհետեւ թերևս որոշները անկեղծորեն հանրապետականին հավատում են, նրա անկեղծ ընտրողն են, մի կողմ թողնելով 15000-անոց ընտրողների մեծ բանակը, բայց այնուամենայնիվ ես վստահ եմ, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը այսօրվա քաղաքական իրականության պատվիրատուն չի։ Թերևս պատվիրատունը իր ապատիկությամբ, հուսահատվածությամբ, հոռետեսությամբ, բայց լայն իմաստով ես երբ որ հաջողություններ այս կամ այն քաղաքական ուժի համար թերևս դիտարկենք հաջողությունների տարի, բայց պետության եւ պետականության մեկնակետից երբ որ նայում ես սա համարում եմ կորցված հնարավորությունների տարի, որտեղ քաղաքական անապատացման այս միջավայրում առաջիկա մենք ունենանք խորհրդարանական նախագահական ընտրություններ եւ այսօր դատապարտվածության, քաղաքական խաղի դատապարտվածության զգացողությամբ եւ որոշների անտարբերությամբ, որոշների քաղաքական ամլության այս բեռում մտնում ենք 2013 թվական։ Ես նաեւ պիտի մի բան էլ ասեի անցնող տարվա մեջ, ոչ թե որպես ձեռքբերում, այլ որպես իրողություն, քաղաքացիական հասարակության այս ձևավորված օազիսներն էին, որոնք գիտեք որոնք խորապես գնահատելի են ժողովրդավարության համատեքստում, բայց դարձյալ ոչ տրամաբանական, այլ շատ այսպես կոնֆլիկտային մի կացություն կա, երբ որ քաղաքացիական հասարակություն կամ ձևավորված օազիսներ, որոնք իրենց հանգուցալուծումը, իրենց թիրախը կուսակցությունների մեջ չեն տեսնում, որպես իրենց խնդիրներ արծարծող, կա խորհրդարան, որը չի արտահայտում մեր քաղաքական ամբողջ գույնապնակը, հասարակության մի մաս, որը հիասթափությունների, հուսահատությունների եւ անհեռանկարային ճանապարհին հայացքը Հայաստանի սահմանից դուրս է եւ անցյալ տարվա համեմատությամբ մենք ունենք արտագաղթի 10%-անոց աճ եւ այս համապատկերում, երբ որ ես նայում եմ ինչ ենք թողնում 2012-ին, ես իսկապես ոչ հաջողություն, ոչ ձեռքբերում բառը, մեկ-երկու փոքրիկ բացառություններով, եթե հարկանայվ դրանց մասին կասեմ, որ ինձ ուրախացրել են, ընդհանուր առմամբ իմ համար այսպես արժեքային անապատացման տարի էր։ Շատ լավ, դուք նշեցիք, որ խորհրդարանը չի արտացոլում այսօրվա քաղաքական ողջ գունապնակը, սակայն այնուամենայնիվ տեսակետ կա, որ այս առումով մեկ քայլ առաջ էր, քանի որ արմատական ընդդիմությունը այս անգամ մտավ խորհրդարան, սա ձեռքբերում չեք համարում։ Ես ընդհանրապես անկեղծ ասած արմատական ընդդիմություն, հայեցողական ընդդիմություն, այլ ընդդիմություն է, եւ որոշ մենք տեսանք այդ արմատական ընդդիմության այսպես եթե վաղճան չասեմ, այլ գոնե վերջնախաղը տեսանք եւ ուրեմն արմատական ընդդիմություն ասվածը այսպես բուտաֆորիա էր եւ ավազե ամրոցի պես խշրվեց։ Ուրեմն եկեք մի կողմ տեսակետնական ներեք, դուք կարող եք օգտագործել այդ բառը, բայց մենք արմատական ընդդիմություն ըստ էության կխուսափեմ այդ բառից ասելու, որտեղ ընդդիմություններ թե ժառանգությունը, թե դաշնակցությունը եւ թե ՀԱԿ-ը իր մեջ ներառված քաղաքական ուժերի ներկայացուցիչներով։
եւ մտածել թե այդ 17 հոգին, ովքեր միացյալ ներկայացնում են ընդդիմությունը խորհրդարանում, ճիշտ այնքան որքան մենք պատգամավորում ենք 2007-ին, դա քաղաքական մեծ նվաճում է, ոչ։ Եթե ընդդիմությունը այդտեղ ներկայացված էր, մենք փողոցում մենք չէինք ունենա անհանգիստ փողոցը։ Իսկ այդ փողոցը անհանգիստ էր թե հարսնակարում, թե բնապահպանական տարբեր այսպես մարտերի մեջ, մշակութային եւ քաղաքաշինական կռիվներում, քաղաքական հարցերում փողոցը կարծեք թե այլևս այդքան անհանգիստ չի, համենայն իսկ բացարձակապես դրանք ոչ քաղաքական չէի դիտի, ոչ հարսնակարը, ոչ շուկայի խնդիրը, ոչ բնապահպանական եւ այլ, դրանք բոլորը գերքաղաքական խնդիրներ են, որտեղ քաղաքական արժեքների համակարգում, եթե չկա բնության նկատմամբ սրտացավ կարեկից խնայողական հարգալից վերաբերմունք, եթե քո մշակութային ու բարոյական ժառանգության նկատմամբ չկա, այսինքն խոսել քաղաքականը, այսինքն այլ որն է, Սաֆարովի Բաքու հետ ուղարկել, չէ, քաղաքականությունը ամեն ինչ այն բոլոր իրողությունները, որոնք առնչվում են մեր գոյությանը, դրանք քաղաքական է։ Պարոն Պողոսյան, իսկ ասել մի հատ հետաքրքիր գաղափար, որ ուրեմն օգոստոս ամսին մի անգամ այդպեսի բախտամնացի ինտերվյուի ժամանակ ասել են, որ իրականում հետընտրական գաղափարը ցուցադրեց, որ մեր բոլոր ակտիվ քաղաքական կուսակցությունները գտնվում են ազգային ժողովում, պարլամենտում, բայց լիակատար կիսում եմ Լիթիային տեսակետը, որ դա բերեց ինչ-որ չափով այնպիսի մի քաղաքական վակուումի, որտեղ մենք ունեցանք այդ դեկտեմբերին այդ բոլոր ինտրիգների, ասենց ասած վաղճան, ինտրիգը կար, բոլոր ինչ-որ բաներ էին սպասում, բայց ի վերջո եկավ մի բան, որտեղ ընդամենը մի երկու քաղաքական ուժ ունակ գտնվեցին ասելու, որ մենք առաջարկում ենք մեր այլընտրանքը եւ պատրաստ ենք ինչ-որ ծրագիր մշակել, տանել առաջ, որը ցավոք սրտի բերեց իսկապես այն գաղափարին, որտեղ շատ ու շատ քաղաքական ուժեր ուղղակի եկան մի իրավիճակի, որտեղ ապաթիայի շրջանակը իսկապես ընդլայնվեց։ Երբ որ մարդիկ ասում են մենք չենք ուզում մեր տեխնացուին առաջարկենք եւ չենք ուզում մասնակցենք, դա ապաթիայի գերագույն առնա եւ հենց դա է ամենացավալին քաղաքական դաշտում։ Այսինքն ձեր խոսքից դատելով դաշնակցությունը եւս ապաթիայի մեջ է գտնվում, որ տեխնացու չի առաջադրում, բայց ես շատ կուզենայի, որ անպայման դաշնակցական տեխնացու տեսնեինք կամ գոնե առնվազն կոնսուլտացիաների շրջանակներում հնարավորություն լիներ միավորվել, որովհետեւ իսկապես միավորման կարիք ունի մեր ամբողջ քաղաքական դաշնակցության դիմադիր բանը։ 17 հոգի падգամավոր իսկապես շատ քիչ բաների հնարավորություն ունի, երբ որ կոդեմ միանգամից 70 քանի այսինքն արդեն միանշանակ Բարգավաճ Հայաստանին արդեն այլևս չեք համարում ոչ իշխանական։ Բարգավաճ Հայաստանն ինքն է ասել, որ այլընտրանք է իրեն ոնց համարում, ոչ աշխատանք։ Ինքը շատ ժամանակ կարող է լինել մեր կողմը, շատ ժամանակ կարող է այդ հենց նույն հարցերում չքվեարկել, չմիանալ եւ այդ ժամանակ դու մնում ես միայն այն 17 հոգու մեջ է շատ ժամանակ եղնում այն գաղափարը, որտեղ միասնության խնդիրը բերում է։ Ինչպես ասեցի, մենք ունեցել ենք հաջողություններ, որ Բարգավաճ Հայաստանը միացել է նախաձեռնություններին եւ մենք կարողացել ենք ինչ-որ բաների, այդպես ասենք, հասնելու, որոնք տրադիցիաներում չեն եղել ազգային ժողովի, եւ դրա հետ միասին եղել են դեպքեր, որտեղ այլընտրանքը չի միացել եւ այդ գաղափարները ուղղակի մնացել են այդպես ասած սեղանին դրած եւ չեն զարգացել։ Իսկ մյուս խնդիրը, որը իսկապես շատ կարևորում եմ եւ նորից պետք է իմ հանձնարարած լիթ հասնեմ, դա քաղաքացիական բոլոր նախաձեռնությունների խնդիրները, որտեղ կլիներ դա կազմակերպված կամ կլիներ դա ուղղորդվող կամ կլիներ դա մի ինչ-որ խմբի շրջանակը, իսկապես կարողացավ այնպիսի մի շարժում ձևավորել, որտեղ հասներ ինչ-որ հարցերի լուծումներին, դա կլիներ նույն կանաչների շարժման շրջանակներում, թեղուտի խնդիրների մասին բարձրաձայնումները, Մաշտոցի պուրակը, նույն փակ շուկայի համար ես հույսով եմ, որ այդ քաղաքացիական նախաձեռնությունները գումարված այն հնարավոր քաղաքական ուժերը, որոնք կարող են միանալ եւ համատեղանալ, ապագայում իսկապես կարողանալու են ավելի ու ավելի հարցեր լուծել եւ խնդիրները այնպեսի դասավորություն կունենան, որտեղ մարդկանց մոտ չի լինի ձևավորում, թե մեզանից ոչ մի բան կախված չի։ Ինձ թվում է դա ամենագլխավոր դրական է, օրինակ այն ընտրությունները, որոնք նախադիալները կան, եթե նախընտրական տարում չստացվեց այդ համատեղ աշխատանքը։ Դրանից մենք դասեր պետք է քաղենք, նայեք, օրինակ մենք Ժառանգության խմբակցությունը Ստեփան Սաֆարյանին երկրորդ անգամ առաջին ընտրատարածքում փորձում էր բանը։ Եվ ինչ տեղի ունեցավ, որ նույն մայիսին մենք կարողացանք ավելին մարդկանց, այդպես ասել, ոգեշնչել գնալ դեպի տեղամասեր եւ քվեարկել։
առնվազն մենք խնդիր պետք է գիտակցենք, որ կա ժողովրդի մոտ ապաթիան կամ թերահավատությունը այդ ինստիտուտի հանդեպ, եւ եթե մենք ցանկանում ենք, որ իսկապես այդ ուրեմն մենք ունենք ինքներս խնդիր մեր սխալներից դասեր քաղելու եւ ավելի ճիշտ առաջարկներ ներկայացնելու։ Բայց նույնիսկ Ստյոպա Սաֆարյանը առաջին անգամ ավելի շատ ձայներ հավաքեց, ցավոք, քան երկրորդ անգամ, այսինքն դրա ինչ է եղել, որ Ստյոպա Սաֆարյանի կամ ընդդիմադիր դաշտի ձայները չցանկացան դուրս գան տներից եւ գնան ընտրած տեղամասեր։ Խնդիրը մենակ դա չի։ Խնդիրը այնն է, որ Հայաստանում բոլոր քաղաքական ինստիտուտները դեվալվացիայի են ենթարկվել։ Միգուցե հիմա հարցնամ, իսկ երբ ենք ունեցել այդպես ամբողջական քաղաքական ինստիտուտների այն անկալման սահմանը, ինչ որ սահմանադրությամբ է ամրագրված, մենք երբեք Հայաստանում չենք ունեցել իշխանության ուժերի տարանջատման, փոխադարձ վերահսկելիության այդ մեխանիզմները չեն աշխատել ու քաղաքական ինստիտուտները ըստ էության գրեթե ոչինչ են եւ նույնիսկ Ստյոպա Սաֆարյանի դեպքով ասեմ, այո, ճիշտ նկատեցիք, նախորդ անգամ ինքը 3 անգամ ավելի շատ ձայներ հավաքել, քան երկրորդ եւ Ստյոպան, որը քաղաքական տեսակ է եւ պետք չի որ ես հիմա Ստյոպայի, ինչպես ասում են, Ստյոպայի գլուխը գովան բոլորը գիտեն, իմ գործընկերն է, որի հետ Եվրոպաներում են կռվել եւ այլն, զուտ քաղաքական տեսակ եւ անհայտության 18000 եւ 3000 համամասնություն։ Այս խոսումը շատ վտանգավոր մի բան։ Այստեղ ոչ թե Ստյոպանն է պարտվել կամ երևույթն եմ ես ասում, ոչ միայն ընդդիմությունն է պարտվել, ընդհանրապես այս պարտության մեջ մեր ժողովրդի պարտությունն է։ Եվ երբ որ մենք խոսում ենք դատապարտվածության մասին կամ ընդդիմության դուք ինչ բառ օգտագործեցիք նախագահական ընտրություններին չմասնակցելու ապաթիա կամ ինչի մասին, չէ, դուք օգտագործեցիք, որ հարցնում եք Թևանին քաղաքական դիմադիր դաշտի մասին, թե ինչու չեն ներկայացնում, તો քաղաքական մեծամասնության մամլի չէ, այնքան վավերական է, այնքան աննահանջ է, այնքան իր փիլիսոփայության մեջ այդ բիրտ ուժի փիլիսոփայության մեջ այնքան կարծրացած է, որ շատերը ուղղակի անիմաստ են տեսնում եւ մեր հասարակությունը, որը հանրապետությունից գնալու, փախնելու անպաշտպան իրավունքի փոքր, այսինքն շարքային քաղաքացուց միջև մեծ քաղաքական խաղացողը Հայաստանում քաղաքական ուժերը պարզապես անպաշտպան են այս քաղաքական մշակույթի, այս ձեռագրի, զորբայության այս ձեռագրի առջև, բայց ես չեմ ուզում երբեք հանկարծ տպավորություն ստեղծվի, թե ես արդարացնում եմ ընդդիմությանը։ Անշուշտ խելամտության մեծ քարը եւ քայլը եւ պատասխանատվությունը քաղաքական խոհեմության, քաղաքական մեծամասնությանը եւ իշխանությանն է, որը նաեւ բոլոր արժեքների կողքին, որպես այդ արժեքներ սերմանող, պաշտպանող, տարածող, նաեւ քաղաքական ժողովրդավարության եւ ընդհանրապես քաղաքականության ամսի կանոններ ներմուծը եւ կարողանա պահպանել, որ կարողանա ընդդիմությունը նաեւ աշխատել, լավ ընդդիմությունը լավ պետության չափանիշ է, չթող չկարծի երբեք մեր պետությունը, որ ինքը վախում է։ Ես այսպիսի ներողություն, այսպիսի ընդհատեմ ձեզ, մի այսպիսի հարց տամ։ Օրինակ դաշնակցությունը սկսեց քաղաքական կոնսուլտացիաներ, առաջարկեց 7 կետանոց հայտնի պլատֆորմը, Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ միանշանակ ընդունվում է 7 կետերներ, դաշնակցությունը ասել, որ այն տեխնատունով կընդունի մեր 7 կետերը, այսինքն համագործակցությունը եւ սատարելու հարցը իրատեսական է։ Այս դեպքում ինչու դաշնակցությունը չի պաշտպանում Ռաֆի Հովհաննիսյանին։ Նայեք, իսկապես սա մեր ազգային ողբերգություններից մեկն է, որ մեզ երբեք չի հաջողվում, որ պատմությունը մեզ դաս չի դառնում, առաջին եւ երկրորդը մեր ազգի բարեհոգեբանական տեսակը այդ մեր պատմության նստվածքն է նաեւ իր մեջ եւ այս մեր չսիրելու, չհանդուրժելու քաղաքական միջև դրանից միջև քաղաքական էգոիզմ բոլորս ունենք։ Երբ որ դաշնակցությունը հայտարարեց իր 7 կետերը, այսպես էլ շրջանառվում են 7 կետերը, դրանք իսկապես գաղափարական, քաղաքական արժեքներն էին, որոնք պայմանավորելու են ազատ ընտրությունները, չգիտեմ, ձայնը, քաղաքացիական գիտակցությունը եւ այլն, դրանք գաղափարական արժեքներ էին։ Ցավոք սրտի Հայաստանում այս 22 տարիների ընթացքում մեր ամբողջ քաղաքական դիսկուրսը երբեք բովանդակության շուրջ չի եղել, այլ անձերի։ Շարունակեմ, այլ անձերի եւ տեսնում եք Լևոն, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան ամբողջ այս քաղաքական խաղը, որը ինտրիգա, որը դավադրությունն է, որը քաղաքակրթական բան ես այդտեղ չեմ տեսնում, անկեղծ եմ ասում, 3-ի պարագայում էլ այս կամ այն խաղացողի սայթակումից, ձախողումից կամ որոշումից այդ ամբողջ բուրգը կոտրվում է։ Դաշնակցությունը, երբ որ մենք մեր 7 կետերը հայտարարեցինք եւ ասացինք, քննարկումներ են գնալու դրա շուրջը, մինչև քննարկումները կհստականային Ռաֆի Հովհաննիսյանը արդեն ինքն առաջադրումը կատարեց
երբ որ կոնսուլտացիաները ընթացքի մեջ էին։ Ինչևէ, մեր հայտարարությունը, որ հակառակ մամուլում դուք տարբեր մեկնաբանություններ կտեսնեք, մեր հայտարարությունը կարծեմ 3 կետ ունի, որոնցից առաջինը հայտարարում է մեր տեխնատությամբ չմասնակցելու մասին, առաջին, երկրորդը մենք չենք սատարում իշխանության ներկայացուցիչին եւ երրորդը, որտեղ քաղաքական process-ները թե հագեցած են, թե անկանխատեսելի եւ նաեւ այսպես հնարավոր զարգացումներ կարող են լինել, մենք դեռևս չենք մենք մեր գերագույն մարմնին ենք լիազորել մինչև փետրվարի 18-ին չէ, ընտրությունը կամ 17-ը էական չի կենտրոնանալ որևէ լուծման Այսինքն չեք բացառում, որ առաջիկա կարող եք պաշտպանել Ռաֆի Հովհաննիսյանին։ Ոչ միայն Ռաֆի, ընդհանրապես որոշում կայացնել մեր շարքերի համար կողմնորոշվելու ում են ընտրելու, ինչպես ենք մեր քաղաքական կեցվածքը ինչպիսին է լինելու։ Մենք դեռ այդ ուղղությամբ որոշում չունենք։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, կոնսուլտացիաներին վերաբերյալ կուզենայի նաև ձեր տեսակետը, դուք նշեցիք, որ ամեն ինչ ինտրիգային հարթությունում էր գնում, բայց այդ կոնսուլտացիաներն էլ եք համարում այդ հարթությունում, ի վերջո կարծեք թե փորձ արվեց գաղափարական պլատֆորմ առաջադրել եւ տարբեր քաղաքական ուժերի տեսակետը կոնկրետ պլատֆորմի շուրջ բարձել։ Հաջողվեց այդ փորձը։ Իրականում ոչ, որտեղ այսօրություն կունենայինք երևի միասնական տեխնացուի գաղափար արդեն այդպես հնչացած։ Ունենք տեխնացուներ առնվազն 2-3 հոգի, ովքեր որ այսօրվա ընդդիմության դաշտից են ներկայացած, որ նաև ազգային ժողովում կան։ Ունենք այլ տեխնացուներ, որոնք ցանկության մասին են ասել։ Իրականում կոնսուլտացիաները տարվել էին եւ Ռաֆին իր տեխնացուները նոր ամսի 22-ին է այդպես ասած վերջնական առաջադրման խնդիր է դրվել։ Ես վստահ եմ, որ կոնսուլտացիաները շատ կարևոր ինստիտուտ են եւ նոր մշակույթ է, որը ձևավորվում է Հայաստանում եւ ապագայում շատ ավելի խորն է լինելու, որտեւ առաջ վստահաբար նմանատիպ գաղափար եղել է, բայց եղել է խոհանոցներում եւ այլ կաֆեներում կամ ինչ-որ բաներում շատ գաղտնի տարբերակով։ Այսօրվա դրությամբ մենք ունենք դրան քաղաքական ձևով կոչվող եւ նորմալ ձևով առաջ տարվող նաեւ գաղափարները, որտեղ կետերը ներկայացնում են թե ինչի մասին ենք մենք խոսում։ Դրա հետ միասին ես ուրախ եմ այն գաղափարի համար, որ ի վերջո այդ բայկոտ բառը չի օգտագործում նույն դաշնակցությունը, քանի որ այդտեղ հնարավորություններ տեսնում եմ շատ լայն դաշտ համագործակցության եւ հույսով եմ, որ այս ընթացքում, երբ որ ի վերջո ժառանգությունը կներկայացնի իր տեսլականը, իր քաղաքական ծրագիրը, նախընտրական եւ այլն, այնտեղ ավելի շատ կետեր կլինեն համագործակցության եւ ավելի միասնական ինչ-որ մոտեցումներ կարանք անենք։ Մյուս գաղափարը, որը դուք արծացրիք եւ ինձ թվում է լիքը շատ ճիշտ նշեց, որ ցավոք սրտի մեջ մշակույթը կամ տրադիցիաները բերել են այնպիսի մի իրավիճակի, որտեղ շատ ժամանակ անձերի խնդրի վրա է գնում չնայած կուսակցությունը։ Ինձ թվում է այդ ժամանակը նաև պետք է գա հասունանա եւ ավարտվի հենց քաղաքական սերունդափոխության շրջանակի մեջ, որտեղ այն նոր երիտասարդ ուժեր պետք է գան, այն նոր մոտեցումներ եւ նոր մշակույթը պետք է ձևավորվի եւ խորհրդանական ընտրություններից առաջ ասվում էր, որ սերունդափոխություն է արվելու, երիտասարդներ են մտնելու խորհրդարան իշխանության մեջ, այդ սերունդափոխությունը չստացվեց այս անգամ, տեսնում եք։ Կան ինչ-որ ուժեր, որոնց մոտ ստացվել է, կան ինչ-որ ուժեր, որոնց մոտ ոչ թե չի ստացվել, այլ հակառակը ավելի է։ Բովանդակային անպայման ինձ թվում է լինելու է եւ գնալու է, որտեղ նույն երիտասարդների մեջ եթե նայում ենք համագործակցություն, այնպես օրինակ ինչպես երևի ես եւ Արծվի Մինասյանն ենք կարողանում իրար հետ շփվել եւ հարցեր քննարկել, միգուցե ավելի դժվար է այլ տարիքի մարդկանց համար նմանատիպ խնդիր է քննարկել։ Ես թվում է եւ բոլոր խմբակցություններում կան այդ երիտասարդ ուժերը, որոնց այդ հնարավորություն կա նստել սեղանի շուրջ եւ փորձել ձևավորել, ինչպես ասում են, այդ պլատֆորմային կամ գաղափարախոսական շրջանակներում։ Ի վերջո կան հարցեր, որոնք Հայաստանի Հանրապետությանն են, որտեղ կարևոր չի թե դու որ մի քաղաքական ուժի խնդիրն ես, անվտանգության խնդիրը կամ ինչ-որ։ Կան հարցեր, որոնք իսկապես զարգացման վեկտորի շրջանակն է ներկայացնում եւ այդտեղ կարելի է նստել եւ երկար քննարկել, բանավիճել, մտքային բախումներ ունենալ, ի վերջո այդ բոլոր քննարկումները նաեւ բերել հասարակության հետ կիսվել։ Նոր մշակույթը ինքը ամեն օր աշխատանքով է ներմուծվում եւ արվում է։ Դրա համար այդ զարգացումը պետք է տեղի ունենա եւ շարժվի։ Եվ ինձ թվում է, որ այդ իմաստով ոչ միայն այդպես ասենք, հա, դաշնակցության ձայները եւ դաշնակցության կողմնակիցներին պետք է
իմ տեսակետով եւ անձից Ռաֆի Հովհաննիսյանը կարող է գրավի ավելի մեծ ստվար եւ հանրապետականների եւ Բարգավաճ Հայաստանի եւ բոլորի, քանի որ եթե մարդ մտնում է պայքարի մեջ եւ ցանկանում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ, ինքը բոլոր քաղաքացիների ձայները պետք են եւ այդտեղ իր համար խնդիր չի գալիս շատ ժամանակ թե որ մի կուսակցության մարդը ինքը խոսում է մարդու հետ եւ ներկայացնում է տեսլական թե ինչպես ին պետք է լինի երկիրը եւ այդտեղ է ես տեսնում նոր նաեւ գաղափարը որ այդ ծրագրերի խնդիրը պետք է գնա այ ոչ թե անձերի անհատականությունների միգուցե պատմության մեջ անցյալում շատ բաներ արած, բայց չէ որ մենք խոսում ենք ապագա Հայաստանի մասին։ Մենք ապագա տեսլականը պետք է ներկայացնենք ոչ թե անցյալը։ Բնականաբար իսկ գիտեք ինչ քաղաքական սերնդափոխությանը կուզենայի անդրադառնալ, որը կարծում եմ Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ առաջին խնդիրն է, եւ քաղաքական սերնդափոխությունը բացարձակապես ծննդյան թվի ծննդավկայականով չեն պայմանավորում, այլ բովանդակային եւ արժեքների։ Ըստ էության բովանդակությամբ, եթե մի որևէ պատմիչ մեր ժամանակը հաստատղտային վերլուծություն կատարի, շատ քաղաքական կուսակցությունների, ինչ չէ եւ իշխանության եւ Հայաստանի Հանրապետության նախագահների հրաշալի հաստատումներ կտեսնի, բայց թուղթը իրականությունը իրականություն։ Եվ այդ հայտարարված արժեքները երբեք չեն դառնում Հայաստանում ոչ խաղի կանոն, ոչ կենսակերպ, ոչ քաղաքական փիլիսոփայություն։ Եվ քաղաքական բովանդակության մասին խոսելուց, սերնդափոխության մասին խոսելուց նախ եւ առաջ իսկապես քաղաքական բովանդակության մասին պիտի խոսենք եւ քաղաքական անկեղծության ու բարոյականության։ Քանի դեռ բարոյականությունը մեր քաղաքական իրականությունից այսպես խորապես բաժանված է, 180 աստիճանով բաժանված է, որևէ առնչություններ չունի, մենք շարունակելու ենք այս խավար ճաղճաղոտ միջավայրում լինել։ Եվ սերնդափոխությունը իսկապես շատ-շատերը ցույց տվեցին, որ կարող են ունենալ իրենց թիկունքում բազմահազար ընտրողներ, ըստ էության եւ խորհրդարանում մեծամասնություն, եւ մեկ որոշումով հակառակ կոնսուլտացիաների, ինչը գիտեմ ճշմարտություններ էին հայտարարում պարլամենտական կառավարման եւ այլնի մասին եւ երկրորդ վարքյանին տեսնում ես, որ հիշտությամբ հրաժարվում են այդ արժեքներից։ Սա խորապես թե քաղաքական բարոյականության եւ քաղաքական բովանդակության հարց է եւ երրորդն էլ կմիացնի սրան քաղաքական պատասխանատվության հարցը։ Եվ քաղաքական պատասխանատվություն ոչ թե իր շարքերի կամ 15000-ով իրանձայն տվածի, այլ պետության ու պետականության ու հայրենիքի։ Մի բան, որ Հայաստանում քաղաքական պատասխանատվություն ես 22 տարիներին գրեթե կխուսափեմ խոսել քաղաքական պատասխանատվությունից, այդ ինստիտուտը չի եղել, բարոյականությունը մեր քաղաքականության մեջ խորտ ազգական էլ իսկ չի, մեր վարչական սահմաններից դուրս եւ քաղաքական բովանդակություն, որը քաղաքակիրթ կլինի եւ իսկապես մրցունակ երկրի համար, Հայաստանի եւ մրցունակ պետության համար չափանիշ։ Այնուամենայնիվ մի տեսակ շատ այսպես մռայլ գույներով ներկայացվեց այս տարին, մենք քիչ ժամանակ որ համար ուրախացել եմ, շատ փոքրիկ ուրախություններ, մեր մարզական ուրախությունները շախմատիստները մեր այսպես արժանապատվությունը շոյել են, ինչ որ ֆուտբոլային 1-2 խաղել եմ, երկրպագել, որ լավ էր եւ ամենավերջինս ասացի Դավիթ երբ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արձանագրվեց համաշխարհային մշակութային գանձերանում իմ եւ կարծում եմ յուրաքանչյուր հայ արժանապատվությունը պիտի շոյեր եւ մեկ անգամ եւս գալիս եմ այն համոզման, որ մեր տեսակի լավագույն բանաձևը մեր մշակութային կերպն է։ Լավոք ձեռքբերումները ես նկատի ունեի քաղաքական հարթություն։ Դրանք էլ են քաղաքական։ Մենք քիչ ժամանակ է մնացել, եթե կարող եք այնուամենայնիվ կխնդրեմ անդրադառնանք նաեւ արտաքին քաղաքական հարթությունում ինչպիսի ձեռքբերումներ կարող եք առանձնացնել կամ բաց թողումներ։ Գլխավոր գաղափարը ինձ թվում է երևի կարող է Ղարաբաղը հայկական է, չունենք այսօր ակտիվ պատերազմական գործողություններ, բանակը կարողանում է դեռ մեր խնդիրները լուծել այնպես, որ մեր հետ հաշիվ են նստում։ Եվրոպական ինտեգրման գաղափարների շրջանակներում ունենք խորացում, ինչպես նույն վիզաների դյուրացման շրջանակը, բանակցային գործընթացների, Հայաստանի քաղաքական կուսակցությունների եւ եվրոպական քաղաքական կուսակցությունների նաեւ ինտեգրման էլեմենտը, որ ինձ թվում է ամենակարևոր գաղափարներից մեկն է, որ ավելին ու ավելին խորանան։ Բնականաբար պետք է հասկանանք, որ ունենք երկու հարևանում հետ չունենք հարաբերություններ, այդտեղ ոչ մի զարգացումներ չունենք։ Ունենք երկու հարևան, որտեղ մեկում տեղի ունեցել փոփոխություն եւ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ ձևով դասավորել հայ-վրացական հարաբերությունների զարգացումը դեպի գործնական եւ ընկերական շրջապատներ, Վարսկաստանի հետ պետք է նաեւ ունենան այն բանակցային խնդիրները, որտեղ կարողանան առևտրային գծերը միշտ բաց պահեն եւ հարցը լուծեն։ Ցավոք սրտի ինձ թվում է այն արձագանքները, որոնք Հայաստանը կարողացավ դեպի
Սիրիա կատարելու խնդիրները, այս իրական բոլոր խնդիրներին ավելի թույլ են արտաքին հարաբերություն, բայց ունեցանք այնպիսի մարդիկ, ինչպիսին Լիլիթը, որ նախաձեռնեց եւ այնուամենայնիվ բարձրաձայնեց շատ ու շատ միջազգային կառույցներում, որ կա հայկական համայնքի խնդիր, որին պետք է անդրադառնալ։ Ի վերջո դա դառավ նաեւ թեմա, որտեղ պետք է բոլոր ատյաններից խոսել եւ եթե նայենք օրինակ արդեն վերջի այցելությունից հետո Հայաստանի պետական պատվիրակության Եվրոմիությունում կար ինֆորմացիա, որ այնտեղ բարձրացվել է բարձր մակարդակի վրա։ Ի վերջո դա հենց Լիլիթի արածների շնորհիվ է շատ ժամանակ գնացել նախաձեռնող խմբի եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ կարողացել են այդ մշակումները անեն եւ առաջ տանեն։ Իստում է այս բոլոր խնդիրների մեջ կան էլեմենտներ, որտեղ Հայաստանը պետք է ի վերջո այն շատ ժամանակ այսօրվա մամուլները, որը կանգնած է Ջրբաժանի անունը Եվրազես կամ Եվրոմիություն, ի վերջո գտնի այն ուժը, որտեղ կարողանա իր բոլոր գործընկերներին բացատրի, որ այստեղ եմ տեսնում իմ զարգացումս, այստեղ եմ տեսնում այն բոլոր բարեկեցության տանող ճանապարհները եւ քայլերը եւ այստեղ ձեր համար Եվրոպան է Եվրոմիության հետ բոլոր այդ ինտեգրման գործընթացների շրջանակներն են, որտեղ կօգնեն ներքին մեր զարգացման շրջանակներում, որտեղ այդ արտաքինը օգնում է մեր ներքինի համար։ Բնականաբար անվտանգության խնդիրները մենք պետք է կարողանանք ճիշտ ճկուն օգտագործենք, դա այլ խնդիր է, բայց այդ խնդրի մեջ մենք պետք է հասկանանք, որ որտեղ են մեր շահերը։ Եվ շատ ժամանակ այն գաղափարն է գալիս, որտեղ մարդկանց թվում է, թե մենք պետք է սպասարկենք ուրիշների շահերը, ոչ մենք պետք է սպասարկենք սկզբից մեր շահերը, եւ եթե դրա համար պետք է մի քիչ ճկունություն անել, այնպես անել, որ ներկայացնել, որ ուրիշնի շահերն են բավարարվում, դա պետք է արվի, բայց ի սկզբանե արտաքին ամբողջ քաղաքականության վեկտորը եւ գաղափարը պետք է լինի միտված հայկական շահերի սպասարկմանը եւ հայկական շահերի իրականացմանը առաջնահերթորեն։ Նրանից հետո արդեն ում ոնց օգտագործեցինք, այդտեղ դիվանագիտությունը պետք է իր բոլոր տեսակի ունակությունները եւ հմտությունները օգտագործի։ Բայց ինչ եմ ես կողմնակից այդ եվրոպականն է, որովհետեւ այնտեղի բարեփոխումները մեր ներքին կյանքի մեջ ավելի լավն են լինելու։ Հասարակ թեկուզ մի բանի վրա, չէ՞, ասենք ապրանքների որակի շրջանակներն։ Եվ ոչ մեզ որակյալ ապրանք է պետք, թե այն ապրանքներ, որտեղ գիտենք, որ լաբորատորիաներ չկան, սերտիֆիկատացում չկա, որակ Աստված գիտի ինչպես են արտադրում եւ այլն։ Մենք ինքներս այդ ընտրությունը պետք է կարողանանք անել եւ հասկանալի, որ ուղղության մեջ պետք է դառնանք։ Կարծում եմ արդեն հաջորդ տարվա ընթացքում գնալով թվում է, որ արդեն անխուսափելի է դառնալու, պետք է ընտրությունը կատարվի։ Դուք ինչ կասեիք ձեռքբերումների մասով արտաքին քաղաքական հարթությունում եւ դրանով ամփոփել։ Իսկ ոչ թե ձեռքբերումների, այլ ինչպես Թևանը ավելի շատ հաստատումներ էր անում, թե ինչ ունենք, իսկապես եվրոպական զարգացման ուղղությամբ բավական այսպես բան դարձանք, շոշափելի դարձանք եւ Բարոզոյի այցը Հայաստան, կարծում եմ Հայաստանի եվրոինտեգրացման ճանապարհին կարևորման քայլերից մեկն էր։ Ինձ անկեղծ ասած շատ եմ քննադատում մեր նախագահային, մեր ներքին քաղաքականության համար, բայց բոլոր արտաքին ճակատներում հետևում եմ իր ելույթներին եւ միշտ այսպես տագնապով եմ հետևում եւ հանկարծ որևէ նահանջ չունենանք եւ ինձ միշտ հուսադրում է նախագահի այդ համոզիչ Ղարաբաղյան խնդրի շուրջ նրա համոզիչ աննահանջ կեցվածքը, ես չեմ ասում դրանք ձեռքբերում թե ոչ, բայց այդ կեցվածքը մեզ ինձ ոգեշնչող այնուամենայնիվ, որտեղ նահանջ ես չեմ տեսնում այդ առումով եւ այդ փխրուն պատերազմ ոչ փխրուն խաղաղության պահելը ես դիտում եմ արտաքին քաղաքականության մեջ, եթե ոչ նվաճում, բայց գոնե մեր տեսակի ասես վավերական շահերի ամրագրում։ Իսկ ես ծանր տարայի մեր ամբողջ հասարակությունը որպես պետական արժանապատվությանը այսպես հարված կամ նույնիսկ ապտակ, երբ որ Հունգարիան Սաֆարովի էքստրադիցիան իրականացրեց եւ այդտեղ ես չեմ կարող չասել, որ մեր արտաքին գերատեսչությունը իսկապես խորը ձախողում արձանագրեց եւ հենց այդպես չեն լինում այդպիսի լուծումները։ Ինչևէ, մենք մի նոր մարտահրավերի առաջ ենք ընտրել այս զարգացման վեկտորը թե մյուսը, խոսեցիք ինչի մասին։ Ես պիտի կարծում եմ շահեկան պետք է լինի մեր համար իսկապես այնպիսի լուծումների ընտրությունը, որոնք ապահովեն, որոնք կսպասարկեն մեր ազգային շահին եւ նաեւ երանելի պետք է լինի այն քաղաքական գիտակցումը,
որ Հայաստանում մենք ընդհանրապես արտաքին ճակատներում միշտ ձախողված պիտի լինենք կամ կբախվենք ձախողումների, եթե չունենանք ներքին կայունություն, եթե չունենանք ներքին ձեռքբերումներ եւ եթե ժողովրդավարությունը իրապես այլընտրանք չունի։ Եվ մեր արտաքին հաջողություններն էլ եմ ես պայմանավորում մեր ներքին հաջողություններով։ Ես եւ Թևանը այսպես երկսայրի տարբեր կողմերով ենք ասում, այո, եվրոպական ինտեգրացումը մեզ նշաձող է բարձրացնում, բայց բոլոր ճակատներում մենք դատապարտված ենք պարտության, եթե չունենք ներքին իմունիտետ։ Շատ լավ պետք է լինի, որ եթե մեր քաղաքական մեծամասնությունը եւ իշխանությունները այս գիտակցումով եւ քաղաքական խոհեմությամբ տանեն երկրեղեկը, որովհետեւ ես չեմ երբեք անդիմություն կլինեմ, թե իշխանության մաս կկազմեմ, բայց ինձ համար կարևորը Հայաստանի Հանրապետության ներքին կայունությունն ու սոցիալական համերաշխությունն է։ Շնորհակալություն, հուսանք, որ ձեր նշած երկու գործոնները առկա կլինեն, կամրապնդվեն համենայն դեպս հաջորդ տարի։ Շնորհակալություն նաև ձեզ հետևելու համար մեր այսօրվա զրույցին։ Սա այս տարվա մեր վերջին թողարկումն էր։ Թույլ տվեք շնորհավորել բոլորի գալիք ամանորը եւ մաղթել ձեզ ամենայն բարիք։ Մենք կհանդիպենք արդեն հաջորդ տարի։ Ցտեսություն։